Արդյոք քրդերը վայր են դնում զենքերը։ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ի պատասխան իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին հայտարարեց Անկարայի հետ հրադադարի մասին։ Թուրքիայում հույս ունեն, որ կուսակցության լուծարումը կտևի 3 ամիս։ Պետական փաստորեն հայտարարեց, որ ինքը ոչ թե զենքերը վայր է դնում, այլ զինադադար է հայտարարում։ Եվ այս զինադադարի ընթացքում պետք է սպասի կառավարության իշխանությունների քայլերին, որոնք կապացուցեն, որ իշխանությունները իսկապես մտադրված են խաղաղ ճանապարհով, ժողովրդավարական ճանապարհով լուծել կամ փորձել լուծել քրդական հարցը։ Սա քրդական հարցին լուծում տալու քաղաքական առաջին փորձը չէ։ 10 տարի առաջ նմանօրինակ մի գործընթաց տապալվեց։ Սա սկսվեց նախորդ տարվա հոկտեմբերից։ Նախաձեռնության հիմքում պանթյուրքական Գորժ գայլերի կուսակցության ղեկավարն է Դևլետ Բախչելին, որը Էրդողանի կոալիցիոն գործընկերն է։ Հայտարարությունը նրա, գիտեք, պետք է ճիշտ ընկալել, այնտեղ չի խոսվում միայն որ պետական, այսինքն Քրդստանի բանվորական կուսակցությունը զենքերը վայր դնի, այլ նաև հարց է բարձրացվում, որ իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով փորձեն լուծում տալ քրդական հարցին։ Մասնագետը չի բացառում հնարավորությունը, որ 1999-ին ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլա Օջալանն ազատ կարձակվի։ Նա պատիժը կրում է Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Թուրքիան Մերձավոր Արևելքում սկսում է մեծ խաղ։ Եվ դրա նպատակն է լինելու Մերձավոր Արևելքում ուժեղացնելու Թուրքիայի դիրքերը։ Դա բարդ խնդիր է, եւ այդ խնդիրը լուծելու համար Թուրքիային անհրաժեշտ է, որ նա կարողանա քրդական գործոնը որոշ չափով կառավարելի դարձնել իր համար։ Բացի այդ, Էրդողանը սրանով եւս մեկ խնդիր է ցանկանում լուծել՝ երկարաձգել իր կառավարումը։ Արդեն կան նախանշաններ, որոնք վկայում են, որ Էրդողանը մտադրություն ունի կազմակերպելու վաղաժամկետ նախագահական ընտրություններ եւ այդ ճանապարհով հնարավորություն ստանալու մեկ անգամ եւս ընտրվելու նախագահ։ Դա է միակ ճանապարհը, օրինական։ Եվ այս առումով իր համար կարևոր է, որ ինքը երկրի ներսում հնարավորինս ավելի մեծ աջակցություն ունենա։ Քրդերը Թուրքիայի բնակչության 1/4-ն են կազմում այս հարցում, նրանց աջակցությունը կարևոր է։ Իսկ ահա Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Ելդրեմը, որը կառավարող կուսակցության անդամ է, իսկ այժմ նախագահում է թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, հայտարարել է, որ արժե Թուրքիայի սահմանադրությամբ վերանայել քաղաքացիության սահմանման կոնցեպտը։ Նա առաջարկում է թուրք հասկացությունը սահմանել քաղաքացիությամբ, ոչ թե էթնիկ պատկանելությամբ։ Քրդական հարցը մենք բոլորս գիտենք Թուրքիայի համար ինչքան կարևոր է եւ եթե իշխանությունները կարողանան գտնեն քրդական հարցի լուծման ժողովրդավարական ինչ որ մի տարբերակ, ես կարծում եմ դա Թուրքիայի դիրքերը ընդհանրապես կուժեղացնի եւ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ընդհանրապես։ Իսկ որն է քրդերի ցանկությունը ինքնավարություն ստանալը նրանց համար իդեալական տարբերակ կլինի, սակայն իրենք էլ գիտակցում են, որ Անկարան երբեք այդ քայլին չի գնա։ Ուզում են գոնե պաշտպանված լինել պետության կողմից։ Վայելեն, այսպես ասած, ժողովրդավարական բոլոր իրավունքները, որ նրանք կարող են ունենալ որպես Թուրքիայի քաղաքացի։ Այսինքն ապահով լինեն նրանք, որ չեն ենթարկվի բռնաճնշումների իշխանությունների կողմից։ Անկարան հիմա կթույլատնի ակտիվությունը Հարավային Կովկասում։ Լավ հնարավորություն է բացվել Մերձավոր Արևելքում դառնալ ամենահեղինակավոր պետությունը, ստանալով Վաշինգտոնի աջակցությունը, իսկ խաղաղության պայմանագրով ցանկանում են ամրագրել հաջողությունները։ Հիմա ըստ Սաֆրասյանի նույնիսկ Բաքվին չեն օժանդակի, եթե Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծեն։ Իզաբելլա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։